մարդ, ես զարմանում եմ այս վիդեոները նայելուց հետո, թե ոնց են այս իմ տարիքի մարդիկ իրենց երեխեքի հետ գնում էստեղ, այնտեղ, լավ ժամանակ անցկացնում։ Բայց չէ ես ամբողջ կյանքս տվեցի այս անշնորհակալներին։ Առավոտից իրիկուն էփում, թափում եմ, մի հատ մեկը մերսի չի ասում։ Ես որպես այս տան մեծ, երևի թե վերցնեմ այս նախաձեռնությունը իմ ձեռքը։ Ալո, Դիանես, ինչ կա, բալես, ոնց ես։ Հոյ, աղջիկ, բան պետք է եղած լինի, որ ես զանգեմ իմ աղջկան։ Չէ, բալես, ուզում եի ասի, այսօր շուտ տուն արի, գնանք իրար հետ մի քիչ մայր ու դուստր զբոսնենք։ Հաջող, հա, Դիաննա։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ դու քո ընկերուհիներին ավելի շատ ես սիրում, քան ինձ։ Լավ, տուն գալուց հետո թանկը բերես իմ սիրած, գազով։ Բայլոս տիկինովիկ։ Բարև Դավիթ ջան։ Ոնց եք։ Ոնց պետք է լինեմ Դավ ջան, դոսո։ Բավական էլի, հոբան չի պատել ձյաձոնիկին, մի տեսակ եք։ Չէ, Դավ ջան, ունիկիս հետ ամեն ինչ բարվոք է։ Տիկինովիկն ենցա դուրս գալիս, որ ամեն օր նոր բառ եք օգտագործում։ Այ տղա, խորակ ձյանս դուրդ գա, ես եմ գալիս։ Այ տիկինովիկ, ձեզ ինչ պետք է մենակ եք լսում, չէ։ Դե հա, ես ընդհանրապես լեզվիս վրա աշխատում եմ, որորանս եմ էլի զարգացնում։ Այդ մենակ գովելի է։ Այ, Դավ ջան, Կարենս է զանգում, հա պատասխանեմ, հա։ Ապրես Կարեն, լավ մարդ Կարեն, նպատակները կկատարվեն, ապրես Կարեն, ջան Կարեն, տաշ, 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 տաշ։ Հա բալես։ Ոյ, հա Կարեն ջան։ Ոյ, այդտեղ չէ, ես եմ ուզում քո հետ զբոսնեմ, որթվից ոչ մի տեղ չեն գնացել։ Որթվից, դե բան, լավ հա, Կարեն ծավետանեմ, թարգի հա այդ պրովոկացիոն հարցերդ մամային տալ, արի մեր հարաբերությունները չպչացնենք, թողենք ոնց կա, հա, դու էլ կգաս տուն բալես, մենք էլ մի տեղ կգնանք, լավ, Ընդ հաստատ մի լուրջ բան պատել է, հա, տիկինովիկ Կարենը նեղացել է, ով է հավերին քշա ասել։ Այ Դավիթ ջան, չգիտեմ ով է հավին քշա ասել, բայց հեսան թողեն խաբարբզիկը գատուն, տես ես դրան ինչ եմ անելու։ Խաբարբզիկ։ Դու մասին է խոսքը տիկինովիկ։ Ձյաննայի։ Ձյանի։ Բայց ինքը չուներ տենց բաներ, էս նորություն է։ Իմանամ էլի։ Բայց չէ, Դավ ջան, այդքան էլ այդպես չի։ Ուղղակի տենց խառնվեց իրար, տենց ասեցի հարմար բառ չգտա, իրականում այդպես չի։ Ինչ եղել որ։ Ուշ, դա երկար պատմություն է, Դավ ջան։ Պատմեմ որ։ Հա, ոչինչ, պատմենք, ես էլ կհանգստանամ մի քիչ։ Ուրեմն պես դուրեմ Դավիթից պատմեմ, առավոտ արթնացա, լվացվեցի, սուրճ պատրաստեցի։ Տիկինովիկ, խնդրում եմ, եկեք առանց այդ նախաբանների, էլի։ Այդ ղա, այդ նախաբանները են գրքի սկիզբը չէր։ Անուղելի է։ Ինչա։ Ասում եմ շարունակեք, բայց առանց այդ ավելորդ ձևականությունների, էլի մեղք եմ ես։ Հա, ուրեմն Դավիթից պատմեմ։ Այս զանգեցի Ձյանից, ասեցի, արի այսօր շուտ արի տուն, գնանք իրար հետ մի քիչ զբոսնենք։ Էն էլ թե բա, մաման ընկերուհիներիս հետ եմ։ Ու հետո Դիանը զանգում է Կարենին, համոզում է, որ ինքը գա ձերից զբոսանքի, որ դուք շատ չնեղվեք։ Այ տղա, դու բախտագուշակ ես չեմ հասկանում, ոնց կռահեցիր այդքանը։ Չէ, այդտեղ բախտագուշակության բան չկա, ուղղակի ձեր ընտանիքի պարագայում այդքան են բարձ չէր։ Հա, մի խոսքով Դավ ջան, հիմա մտածում եմ թե ուր կարան գնանք։ Վերջին անգամ գիտես երբ ենք ընտանիքով գնացես Բոսնելու։ Այն ժամանակները, երբ որ քաղաքային հեռախոսով էին տաքսիները կանչում, զանգում էին, այն դիսպեչերն էլ ժամերով հետներս խոսում էր։ Տիկինովիկ, այսօր Երևանում այնքան սիրուն տեղեր կան, բայց կա այտենց մի հատ առանձին տեղ, որը բոլորովին վերջերս է բացվել ու հաստատ արժի գնալ։ Յա, ի՞նչ տեղ է որ Դավ ջան։ Կարմիր կամուրջ։ Խի կարմիր որ։ Որտեվ հիմնականում օգտագործվել է թրծված աղյոս ու կարմիր տուֆաքար։ Դրա համար էլ կարմիր կամուրջ։ Յո, այդ ի՞նչ կարմուրջի մասին է խոսքը Դավ ջան։ Դա շատ հին կամուրջ է Տիկինովիկ, 10-ից 13-րդ դարերի կառույց է, հանրապետական նշանակության հուշարձան է։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է համարվում։ Այդ որն է Դավ ջան, հանրապետական նշանակությունը։ Մեջբերում եմ Տիկինովիկ։
Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական եւ հոգեվոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները։ Հա, բա տենց ասա այդ տղա։ Բան չհասկացա։ Բա այդ հին այդ կամուրջը ո՞նց է մինչ օրերս տենց ամուր կանգնած։ Այդ իրականում այդքան էլ տենց չի տիկին Նոֆիկ։ Հա, 1679 թվականին երկրաշարժի հետևանքով կառույցը ավերվում է։ Նույն թվականին վերակառուցվում է Քանաքերցի բարեգործ Խոջափիլավի հովանավորությամբ։ Կամրջի վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև դրանից հետո։ ոյ Տավջան, այդ ինչքան աշխատանքներ են կատարվել։ Բավական է տիկին Նոֆիկ, նախկինում կամուրջը ծառայել է որպես ճանապարհ բեռնված սայլերի, առևտրականների համար, իսկ ներկայումս միայն հետոտների համար է։ Էլ ինչ աշխատանքներ են կատարվել Տավջան։ Դե մասամբ կատարվել են էլի 1980-ական թվականներին վերականգնողական աշխատանքներ են նախատեսվել սկսել, որի համար ստեղծվել է հատուկ խումբ, թիմ, սակայն խորհրդային միության փլուզման պայմաններում հնարավոր չի եղել շարունակել ու 2023 թվականին մեկնարկել է կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Նախնին տեսքը ստանալու համար Արարատյան դաշտից բերվել է չմշակված տուֆ, իսկ իրանական հին մեթոդներով իրականացվել են քարի մշակման աշխատանքները։ Բա երբ կարող են գնալ այդ կամուրջը տեսնել Տավջան։ Կամուրջը արդեն բաց է, տիկին Նոֆիկ, նշեցի, արդեն կարող եք գնալ։ Ոյ այդ ղբասա, զանգեմ Կարենիս ասեմ, թող գա միասին գնանք։ Դիանին չմոռանաք, տիկին Նոֆիկ։ Հա, անպայման։